Օրինակ տեսեք, մեր իրականության մեջ տունը սրբություն է, չէ՞, այո, սրբություն է եւ դա տենց էլ կա։ Բայց ես ուրիշ բան եմ ասում։ Եկեք նայենք, թե մենք մեր տների արտաքին խնամքին ոնց ենք վերաբերվում։ Ասենք ոնց ենք վերաբերվում։ Ասենք դե մեր մոտ տենց կուլտուրա չկա, ասենք դու բան չունես, որ քո ցանկապատը շուռեկած ժանգոտած է կամ չգիտեմ ինչ, դու պրոբլեմ չունես դրա հետ։ Բացարձակապես խնդիր չունես դրա հետ։ Ասենք հələ դռնից ներս, այս մենակ բաների մասին չի խոսքը, բազմաբնականների մասին չի, առանձնատների մասին էլ է խոսքը։ Էլի եմ ասում, ես իմ աչքով եմ տեսել, պետությունը միլիարդներ է ծախսում, երբևէ գոյություն չունեցած, ասենք ճանապարհ է կառուցում, մարդու բանի ցանկապատի տակով անցնում է, մարդը ալարում է, ասենք այդ շուռեկած ցանկապատը մի հատ sense գոնե sense անի, երկու հատ ձգի եւ մի հատ, ասենք ենթադրենք 500 դրամանոց ներկով ներկի, չկա տենց բան, բայց տունը սրբություն է։ Այս դեֆորմացիաների հետ մենք պետք է առերեսվենք։ Որը շատ լուրջ պրոբլեմ է, ինքը տենց չի, որ մենակ տենց իրավիճակ է։ Եվ դա կապված է, ընդ որում բոլորս դրա մաս ենք, սա այնքան ենթագիտակցական շերտ է, որ մենք սա ուրիշի մասին չի, սա մեր մասին է, սա իմ մասին է։ Հիմա ասենք այն օրը, որ բան արինք, այն օրը, որ ասցի այն կարդում է, ասցի ես մեր փողոցն է, դե ես այդ տրամաբանությամբ էդ էլ ճիշտն ասած ես չէի, էդ էլ նախաձեռնությունը իմը չէր, եղբորս էր նախաձեռնություն, թե չէ, նույնիսկ եղբորս չէր, կներեք, բանին էր, մարզպետինն էր, որ բանը ասֆալտ ենք անում այդ ճանապարհը, այնտեղ են մուտքի հատվածը տենց է, ես իմ երբ վերջին անգամ կարող եմ մի քիչ այդտեղ ինչ որ բան արվի, որ իսկապես գոնե սեփական օրինակով իմ մտքով էլ չէր անցնի։ Տեսեք, ես անդադ խոսում եմ, բայց ես իմ մասին եմ խոսում, որովհետև մեկ-մեկ որ սենց ասում եմ, մարդիկ ասում են, տեսեք ժողովրդի մասին ինչ է ասում։ Ես իմ մասին եմ ասում, որովհետև ես էլ ժողովրդից մեկն եմ։